واقعی بسیار دردناک و سختی برای ملت ایران روی داده. Շատ ցավալի եւ ծանր դեպք է տեղ ունեցել Իրանի ժողովրդի համար. طی این تقریبا کمتر از 48 ساعتی که این اتفاق افتاده ما شاهد ابراز همدردی دوستانمون از سراسر دنیا و علل خصوص مردم خوب و نجیب جمهوری ارمنستان و دولت ارمنستان هستیم. Այս 24 ժամվա ընթացքում ինչ տեղի է ունեցել այդ դեպքը մենք ողջ աշխարհից մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ եւ ինչպես նաեւ մեր ազնիվ եւ բարեկամ ժողովրդի Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողմից. تاریخ ما نشون میده که ما در ایام سختی و حتی در ایام خوشی در کنار هم بودیم و این هم یک مرحله جدیدی است که ما این رو به عینه شاهد بودیم. Պատմությունը ցույց է տվել, որ մենք եւ դժվարին պահերին եւ ինչպես նաեւ ուրախության պահերին միշտ իրար կողք ենք եղել եւ սա նաեւ այդ դեպքերից մեկն է, որ ապացույցն է, որ մեր կողքին եք. من از همراهی‌های مردم و دولت ارمنستان به نیابت از سفیر محترم همکارانم و دولت و ملت ایران از همگی سپاسگزارم و امیدوارم که ایامی پر از خوبی، سلامتی، شکوفایی و صلح برای مردم و دولت ارمنستان رو شاهد باشیم. Ես դեսպանի կողմից եւ ինչպես նաեւ դեսպանատան ողջ ազնագազմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ կառավարության այս զորակցության համար եւ Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում եւ ծաղկուն օրեր. از رسانه‌های گروهی هم که این رویداد رو و این برنامه‌هایی که در سفارت هست رو به مناسبت همین رسانه هولناک پوشش دادن به سهم خودم تشکر می‌کنم. Եվ անձամբ ես շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ներին Հայաստանի Հանրապետության, որ մեր կողքին են եղել եւ այս դեպքը, տեղի ունեցած դեպքը փորձել են լուսաբանել. استظهار دارید که سفیر ما هم امروز با جناب آقای نخست وزیر و هیئت همراه برای ایران تشریف بردن و مراسمی در ایران هست که نخست وزیر محترم جمهوری ارمنستان هم در اون در ایران شرکت خواهد کرد. Անշուշտ տեղյակ եք, որ այսօր մեր դեսպանը մեծարգո վարչապետի հետ մեկնել է Իրան, մասնակցելու այն արարողությանը, հրաժեշտի արարողությանը, որը եւ ուղեկցող պատվիրակության հետ, վարչապետի եւ ուղեկցող պատվիրակության հետ մեկնել է Իրան, որպեսզի մասնակցի այդ հրաժեշտի արարողությանը, որը Թեհրանում է կազմակերպված.